Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներին հերթական համարների տրամադրելու մասին հարց։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի մասին։ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով մետրոպոլիտենի տարածքում հասարակական տրանսպորտի կանգառներում վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների միջև բաշխելու մասին։ Եվ վերջինացը ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման նպատակով գումար հատկացնելու մասին հարց։ Հարգելի գործընկերներ, օրակարգի նախագծի վերաբերյալ հարցեր, դիտողություններ չկան։ Այդ դեպքում օրակարգի նախագիծը ներկայացնում քվեարկության, ովքեր են կողմ օրակարգի նախագիծը հաստատելու կողմ 6 դեմ չունենք, օրակարգը հաստատված է եւ 6 Ես ամեն դեպքում 6 եմ արձանագրել, որտեղ մենք 6-ով ենք նիստին մասնակցում։ Դուք, պարոն Սարգսյան, դուք չեք կարող տեղից խոսել, քանի ես ձեզ խոսք չեմ տվել, իսկ խոսք տալու հնարավորություն այս դեպքում, այս նիստում, կարծում եմ, չգիտենք, պարոն Սարգսյան, Պարոն Սարգսյան, դուք խոսելու համար պիտի ձայն խնդրեք, եթե ձայն ձեզ կտրամադրվի, դուք չխնդրեցիք, նստեք, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, նստեք, պարոն Սարգսյան, դուք, պարոն Սարգսյան, նստեք, պարոն Սարգսյան, նստեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեարկության կարգը հստակ սահմանված է ընտրական օրենսգրքով։ Պատկերացեք այո ու այլևս մի խոսեք, պարոն Սարգսյան։ Դուք, պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Մենք, պարոն Սարգսյան, մենք չենք կանչել, մենք հրավիրել ենք կուսակցությունների լիազոր ներկայացուցիչներին։ Պարոն Սարգսյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովից հրավիրել են լիազոր ներկայացուցիչներին, որը մեկին չեն կանչել։ Դուք կարող եք չգալ ու եթե շարունակեք այսպես անդադ խոսել, ես ստիպված եմ լինելու ձեզ դուրս հրավիրել։ Պարոն Սարգսյան, բացառք չկա, ես նախագահի իրավունքով ձեզ ասում եմ, եթե դուք շարունակեք նիստը խանգարել, պարոն Սարգսյան, ես ձեզ տեղեկացնել, որ գոյություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգ, որի համաձայն վերաբերման նիստերին, պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Եկեք, հարգելի գործընկերներ, եկեք մեր նիստը վարենք, եթե այսպես ասենք, մեր իրողությունը այսպիսին է, մեր նիստը մենք պիտի վարենք։ Պարոն Սարգսյան, կրկնում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեարկության Պարոն Սարգսյան, դուք լռեք, ոչ թե սպասեք, դուք լռեք, որովհետև նիստը խանգարում եք, հարգեք մյուս գործընկերներին, դուք միակն եք, որը որ այս տարիներին կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես կուսակցության
լիազոր ներկայացուցիչ, այսինքն կուսակցության առաջնորդ ինքը իրեն լիազորած ոչ չկա, բայց կրկնում եմ, որ միակն եք, խնդրում ենք ձեզ, Ես նշանակել եմ լիազոր ներկայացուցիչ, օրենքի խախտում կա, որ հեռուստատեսությամբ հայտարարում են, ժողովրդին եմ օրոր, եթե օրենքի խախտում կա, հիմնվեք, իհարկե չկա, ուրեմն վեր, միասեք, ես ինձ նշանակել եմ օրենքի ուժով, վեր, ես պարսում եմ։ Անսա, դե լրեք, վերջ, հարգելի գործընկերներ, ձեր լիազոր ներկայացուցիչը, ձեր լիազոր ներկայացուցիչը պիտի լինի տես ենթակա նույնականացման, այսինքն այստեղ դիմակով մարդ չի կարող գտնվել։ Հարգելի դուք ձեր լիազոր ներկայացուցիչ չեք։ Ես ևս լիազոր ներկայացուցիչ եմ, բայց մեր մյուս լիազոր ներկայացուցիչը չի կարող նստել։ Ես այսօր չտեսնայի, բայց քանի որ թույլ չեք տվել, որ ինքը ներսնի, ինքը ներքևս ասում։ Ոչ թե մենք թույլ չենք տվել, իրականում ոստիկաններն են Խնդրեմ, ասեք Թուբարցյանը։ Չէ, ասեք որ բայց դեմքը բաց, այսինքն եթե դեմքը փակ է, չի կարող որ մեկը դեմքը փակ ներս գա։ Ես ուզում եմ ճշտեմ, բոլոր կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները այստեղ ներկա են, թե էլի կա կուսակցություն, որի որ լիազոր ներկայացուցիչը այստեղ ներկա չի։ Չէ, Մատյանով գրանցվել եք բոլոր հետ։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցության լիազոր ներկայացուցիչը ներկա է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկա է։ Հայաստանի շնորհապետական կուսակցություն ներկա է։ Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, այսինքն դա այն որ սկսենք։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք ներկա է։ Ժողովրդավարական համախմբում ներկա է։ Միասնության թևեր ներկա։ Հարգելի բոլորին դեմ եմ կուսակցության լիազոր ներկայացուցիչներ, խնդրում եմ անցեք դահլիճ, կտրում առաջ անցեք։ Այդտեղ տեղ չկա, որպեսզի նստելու տեղ տրամադրեք լիազոր ներկայացուցիչներին։
Հարգելի օպերատորներ, այդ կողմում տեղ չկա, որ նստելու տեղ տրամադրեք։ Ամեն դեպքում մենք արձանագրենք, որ բոլորին դեմ են կուսակցության լիազոր։ Տարեք, էդ էլ մյուսներ կարող եք վերցնել։ Վերցրեք այդտեղ, դրեք, նստեք։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության լիազոր ներկայացուցիչ այստեղ են։ Հայ ազգային կոնգրես ներկային, նոր ուժ ռեֆորմիստական հանրապետություն կուսակցության լիազոր ներկային, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկային, ռեֆորմիստներ կուսակցության ընտրական Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն ներկայք, Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք, Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք, ըստ էության բոլոր առաջադրված քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչներ ներկային և սկսենք օրակարգային հարցերի քննարկումը, առաջին նախ իրազեկեմ, որ հարցերի քննարկումը օրակարգում ներառված է այն հաջորդականությամբ, որ առաջադրման փաստաթղթերը մուտք են արվել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այսինքն նույնիսկ այդ րոպեները պահպանելով այս հաջորդականությունն է, որ ես ներկայացրեցի։ Եվ այսպես առաջին հարցի զեկուցող պարոն Սմբատյանն է, համեցեք պարոն Սմբատյան։ Շնորհակալություն, քանի դեռ չեմ մոռացել ասեմ, որ գրանցված կուսակցությունները այսօր, նրանց լիազոր ներկայացուցիչները կստանան իրենց վկայականները, կապույտ թղթապանակների մեջ դրանք են, և ամեն լիազոր պիտի ստորագրի իր վկայականը ստանա, և հետայսու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին կարող եք ներկա լինել այդ վկայականով և ներքևում